Շրջադարձ ըմբշամարտում ոչ միայն միջազգային, այլև տեղական հարթակում օրերս եվրոպական գորգից վերադարձած ըմբիշները միջազգային կանոնակարգի փոփոխություններից դեռ չստապված տեղեկացան, որ ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հրաժարվել է պաշտոնից։ Սպորտում պետք է ֆինանսական աջակցություն, հավաքներ, մարզումներ, մրցաշար, գտնում որ ազդեցություն կունենա։ Արդեն 4-րդ օրն է ֆեդերացիան գործում է սպորտի նախարարության շենքում։ 8 տարվա աշխատանքն արդյունավետ էր, բայց ըմբշամարտի խնդիրներով այսուհետ կզբաղվի ՀԱՕԿ-ը։ Մասնագետները մտահոգ են ըմբշամարտի երկու ձևերը տարեկան 220 միլիոն դրամ պետական հատկացումով տարին չեն կիսի։ Լևոն Ջուլֆալակյանը կազմել է տարվա պլանը, զատել առաջնայինը երկրորդականից, վստահեցնում է աշխատելու են ըստ գրաֆիկի։ Տարեկան 180 օր ըմբիշներն անցկացնում են հավաքներում, ևս 4 հավաք և 1 միջազգային մրցաշար օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։ Հավաքները տևում են 14-ից 17 օր, մեկ հավաքի միջինացված արժեքը 4 միլիոն դրամ է։ Արտերկրյա 15-օրյա հավաքները սովորաբար արժենում են 7-ից 11 միլիոն դրամ։ Միայն Ջուլֆալակյանի օրացույցում նման 23 միջոցառում կա, իսկ պետական ֆինանսավորման ողջ գումարը չի բավականացնի գոնե մեկ հավաքականի տարեկան ծախսերի համար։ Չնայած Սերբիայում Եվրոպայի առաջնության մտահոգիչ արդյունքներին, հունահռոմեականի գլխավոր մարզիչը սաների ուժին և պրոֆեսիոնալիզմին վստահում է։ 4-5 երկրից զատ մնացած բոլոր երկրները կարող են մեդալի համար երազեն, իսկ մենք ոչ թե երազում ենք, այլ ցկտում ենք։ Փորձառու մարզիչը ասում է, Արտուր Ալեքսանյանի բրոնզն աշխարհի վերջը չէ։ Կհաղթի բոլոր օրենքներով էլ, բայց պարտությունն էլ ըմբիշի համար է։ Փոխվել են մի շարք կանոններ, որոնք նախ կփորձարկվեն պատանիների և երիտասարդների մրցաշարում և եթե էֆեկտիվ լինեն, ուժի մեջ կմտնեն 2018-ից։ Նախկին մեկի փոխարեն ըմբիշները կանցկացնեն 2 մրցումային օր, կշռվելով ամեն օր մրցումներից առաջ նրանք այլևս չեն կարող քաշը նվազեցնել 10 և ավելի կիլոգրամ։ 8-ի փոխարեն կլինեն 10 քաշային կարգեր։ Միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը այս փոփոխությամբ ցանկանում է նպաստել առողջ սպորտին։ Վստահ եմ, որ նոր քաշային կարգերով և մրցումային ձևաչափով ըմբշամարտն աճ կգրանցի։ Հավատում եմ, որ նոր օրենքները կնպաստեն ավելի առողջ ըմբիշներ ունենալուն։ Սպորտն ավելի առողջ և անվտանգ դարձնելու փորձը կարող է հանգեցնել նաև մարզիկների արդյունքների հետ աճի։ Կիլոգրամներ կորցնելը և վերականգնելը լրացուցիչ էներգիա են հաղորդում։ Շատ քիչ է լինում, որ կիլոգրամներ չզգացեմ և կարողանում ես հաջողությամբ հասնել։ Ջուլֆալակյանը կողմ է, որ քաշը չափավոր նվազեցնեն, բայց առանց չորեքթաթ դիրքի ըմբշամարտը սրտով չէ։ Դժգոհ են ամբողջ աշխարհի ըմբշամարտի լուրջ ըմբշամարտի երկրները, որովհետև սա ավելի շատ նմանվում է ոչ թե հունահռոմեական ըմբշամարտի, այլ սումո մարզաձևին։ Սումո թե ոչ, պարզ կդառնա այս ամսվա վերջին։ Եթե աշխարհի առաջնությանը ևս պարտերը չգործի, Ջուլֆալակյանի թիմում կլինեն նրանք, ովքեր հարմար են նոր կանոններով ըմբշամարտին։ Նորը բողոքարկել է, հուսով է կվերադառնան հնին։ Անի Մեջլումյան, Տիգրան Բաբայան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։